Կոնֆլիկտի մեջ մի մտի, կոնֆլիկտի մեջ մի մտի։ Բայց դու գիտեք, չէ, եթե բացահայտվի, որ դուք իսկապես ուղղորդում եք ընտրողներին, դե դուք այնքան արագ դուրս թռաք այդ շենքից, որտեղ դուք կուտակվել եք։ Մենք նկարեցիք, թե դուք ոնց դուրս թռաք, եթե դուք խնդիր չունեք, կներեք, եթե խնդիր չունեիք, ինչ էիք լարվել, այդ դեպքում ինչի էիք դուք դողալով դեսուդեն զանգում, ինչ որ բաներ պայմանավորում, այս մեքենաների կուտակումները ինչի մասին է խոսում։ Դուք հասկանում եք, չէ, որ քրեորեն դատապարտելի է ձեր քայլը, եթե ապացուցվի։ Դուք չլսեցիք ինչ եմ ասում։ Ես ձեզ չեմ նկարում։ Ես ձեզ չեմ նկարում։ Իսկ ինչի եք այդպես լարված, եթե ինչի եք այդպես լարված։ Ով է ասում։ Ես լրագրող եմ, որը իդեպ եկել է նկարելու ձեր ասելով։ Տես, ինչ լարվածություն է։ Տես ինչ լարվածություն է։ Կուդակ։ Լրագրողն եկել է։ Կներեք, մենք ասեցինք ահազանգի հետքերով ենք եկել։ Մասին մոտ բացել եք Սարիկ Մինասյանի շտաբը։ Շտաբը ուր է, նա շտաբ կա։ Հեսա, այս անդրատեղամասը, տեսեք։ Դա մեր թաղերն է, թաղերն են։ Ներսում ինչ կա։ Չուք իրավունք չունիք դերսեցիք սեփական տարածք է, բե։ Նախընտրական շտաբ է, թե Գալու համար բոլորի դես պիտի Ինչն է դատի տալիս։ Որտեղ եկել եք մանիպուլյացիա կենել ժողովուրդը, նայեք սաղին մենք դադի պիտի տանք, սեփական տարածքը մեր։ Դեզ Ալեն Սիմոնյանն է սովորեցրել ինչ անեք։ Էդ է ձեր հակաքայլը։ Մենք նորմալ մարդ ենք, ես ձեզ հարց ենք տալիս, բացատրեք։ Ինչ ունեք թաքցնելու։ Ցուցակներ ունեք թաքցնելու։ Կներեք, չգոռաք, մենք տես ինչ լարվել է։ Քնավ կելեմ, դե ինչ վրա եք Մայրիկ, ինչ ենք ես։ Ինչ ենք է։ Քեզ ինչ ենք։ Բարև ձեզ, ինչ եք լարվել։ Ինչ բան։ Հələ մի հատ վստեղից ռադերիկ գնացեք, ժողովրդին է թողեք իստան հանգիստ իրան ծնդրությունը կադարենք։ Դիք կխանգարեք եկել լրագրողներով կխանգարեք մեր ընդրություններ։ Ժողովուրդը հանգիստ կեստա։ Հանգիստ խոսեք։ Ես Սարիբեկյան Կարինեն եմ։ Կարե Սարիբեկյանի բարեկամն եք։ Ես հետ չմաստու բարեկամն եմ։ Լավ, հիմա հարց եմ տալիս, առանց արդեն անելու, հանգիստ։ Բայց չեք եկեք խանգարեք ժողովուրդը։ Դուք ով եք, դուք որոշում եք, ես խանգարում եմ, թե չէ։ Ես կզգամ, որ դուք կխանգարեք։ Ջուր կուզեք ջուր խմեք։ Ես հանգիստ եմ, Ավելի հանգիստ եք։ անհանգիստը դուք եք, որ ելե եկել եք ստեղ, ժողովուրդին եք խանգարեք։ Բա եկել եք դեսաբան եք։ Էս որջ է, ինչ որջ է, ինչի եք պայքարում։ Դուք Կբացեք դուռը։ չէ, Ինչ ունեք թաքցնելու, ցուցակներ կան այստեղ։ Ինչ ունեք։ Համներս մեզ ասել են, տեսեք, եկեք հանգիստ խոսենք առանց նյարդային բայց դուք ինչի մեր գծեդևի ներքին Բայց քո տուն եք մտել, մայրիկան չես լարվեք, Ինչ դունս է։ Լուրջ Հա, ու չէ մի թողա, դու մտնես դու, հա, իմս Քո է։ տունը չի, մայրիկ ջան։ Քեզ ինչ ումն է։ Բա դու ինչ ես Դու լարվել։ գնա Ես ու իմ գործը դերա։ գործունեությունն եմ ծավալում։ Գնա դու ու հանգիստ Դու չգիտես, դերա։ Մի բան Իմ գործը հենց էս է, որ այս մարդկանց կուտակումները այս ընտրատեղամասի մոտ Ամեն օր ենք ստեղ կայնացում, մեր մայլեն է։ Ձեր մայլեն եք, վերջը կողմնորոշվեք, ձեր վարկածը որն է, 15 վարկած ասեցիք։ Ահա, մեքենաների կուտակումներով Մենք ասեցինք, որ մենք ահազանգի հետքերով ենք եկել, հերքեք, ժխտեք, ինչ եք այդպես վախեցած պայքարում այդ դռները փակ պահում։ Չկա, որ կուտակումները չկա, դուք զրբարդում եք։ Բայց մենք տեսանյութ ունենք, որ ներսից մարդն էլ ասում է, որ սա շտաբ է։ Ժամանակին եղե, բայց այսօր չէ։ Հենց հիմա բացեմ ձեզ ապացուցեմ Սարիկ Մինասյանի նկարները մեջն են։ Շատ լավ է։
Բեմեգիմ նկար բերեղնի Չէ, ներողություն, ներսից մատը Բա չեք ասում, ինչ դուք լարվել։ դրելու Խաչի շենքի համար չեք կուզեն դրել նոր նկարներ։ Մայրիկ ջան, մենք իրավունք չունենք շել։ Գիմնասիանի թեմ ինչ ունիք։ Մայրիկ, մենք իրավունք չունենք ասելու, մնդրեկում չէ։ Լավացեք։ Կարող դուք հիմա վատանաք։ Լավել ունիք, ես չեմ վադանա, դուք մի աշխարհը որ հանկարծ դուք չվադանաք, ես շատ լավ եմ։ Ձեզ ով բերեց այստեղ, ձեզ ով բերեց այստեղ։ Դուք եք միակ պաշտպանը։ Այնտեղ նկարեք, գնացեք այնտեղ նկար։ Չեք գնում այն խանութի դրան մոտ կանգնեք։ Լավ կենեք, իմ մայլից պետական խանութն է կանգնել եմ իմ Պետական խանութ վաղուց չկա, Դու մայրիկ ջան։ գործը չէ, ես գիտեմ, ասեք իմ խանութը։ Տեսեք ինչքան ավտոներ են հավաքված։ Ամեն օր այստեղ այսքան մեքենաներ են կանգնած։ Ամեն օր մեր մայլեն ամեն օր այստեղ Կասկածելի չի ձեզ համար։ Այստեղ է մարդիկ գիշնի խանութից առև դուրս կենեն, նորից ավտոները կեն։ Մեր կենտրոնական հրաբարակն ասիկ է։ Լավ, հիմա կարող եք մի քիչ հանգստանալ հարց տամ։ Հա, հարցու։ Ձեզով խնդրեց կամ հուշեց, որ դաք մեզ այստեղից ցրեք։ Ես մարդ, ես այն կողմը կանգնած եմ, ձեզի տեսա։ Բա ինչի մտածեցիք, որ ձեր ճշնամիներն ենք։ Ինչ է։ Ես կզգամ որ որովհետև դուք ուժդեղ ռասկաներ խուշեք կա։ Առանց մի մարդկա Մենք լրագրող ենք։ Լավ։ Լավ։ Մենք հանգիստ թողնենք ձեզ։ Հա, դե հանգիստ գնացեք, ձեր փորձին, գնացեք այնտեղ նկարեք, գնացեք այնտեղ նկարեք։ Հա, ինքը փաստորեն պաշտպանում է հենց այս ոչ։ Դուք պրովոկացիայի չենտարկեք։ Լավ, տիկին ջան, դուք գնացեք։ Եղա։ Գնացեք, հա, գնացեք, ես ջուն։ Գոլդ համարներով մեքենաներ, խնդրեմ։ Այստեղ ոչ մի պատահական մեքենա, ոնց հասկանում ենք, չկա։ Խնդրեմ, ինչ կուտակումներ են, ես սա հիշեցնեմ ՔՊ-ի Գյումրու թեկնածու, քաղաքացիական պայմանագրի Գյումրու թեկնածու Սարիկ Մինասյանի թաղամասն է, գծերի թաղամաս, այդպես են կոչում։ Խնդրեմ, մենք ահազանգի հետքերով էինք եկել, ես եւ Լիան Սարգսյան լրագրող։ Եվ մենք առաջինը մտանք այս շենքը, որտեղի մասով ունեինք այդ վարկածները, որ այստեղ գումար են բաժանում կամ գոնե ցուցակագրում են մարդկանց։ Իսկ ընտրատեղամասը խնդրեմ, հակառակ կողմն ընդամենը սա է։ Ասացին նախընտրական շտաբ է, հետո ասացին չէ մեր հավաքատեղին, հետո ասացին ես իմ տունն է, հետո ասացին պետական խանութը, ինչ ասես ասացին, բայց ներսում Սարիկ Մինասյանի նկարներն են փակցված քարոզչական եւ այսպես սեղաններ գցված եւ տղամարդիկ դուրս թռան։ Լրագրողները եկել են պրովոկացիա կենեն։ Եվ ասացին, որ այստեղ մտնում նոր են դուրս գալիս ընտրողները, համենայն դեպս արտասովոր ակտիվություն կա, խնդրեմ, ահա այդ տեղամասը, ընտրատեղամասը ողջույն։ Իրեպ մենք երբ ներխուժեցինք անսպասելի այդ տարած, տղամարդիկ մի անգամից դուրս թռան, ինչ որ մեկն էլ մյուսին ասեց ասում էի, չէ գալու են։ Եվ թաղի բնակիչները փաստորեն շատ լավ վերահսկում են այս տարածքը, ամենայն դեպս թաղի բնակիչները իրենց վարկածներով մեզ ահազանգեցին եւ հրավիրեցին այստեղ, խնդրեմ։ Սա այն տեղամասն է, որը Սարիկ Մինասյանի ապրելու վայրի հարևանությամբ է։ Դուք կխոսեք մեզ հետ, պարոն Սողոմոնյան։ Հայաքվեի բարև ձեզ։ Ես առաջարկում եմ մի փոքր առաջ գնանք, որտեղ հնարավոր է կոնֆլիկտը շարունակվի։ Ես հասկացա, որ այդ կնոջ ուղարկել են։ Եթե դեմ չեք, կարճ խոսենք, քանի որ իրեւ մեր հետևորդներին տեղեկացնեմ, որ Հայաքվե նախաձեռնական խումբը այս ընտրություններին որպես դիտորդական առաքելություն իրականացնող կառույց է հանդես գալիս եւ պարոն Սողոմոնյանը, Մենա Սողոմոնյանը կպատասխանի մեր որոշ հարցերին։ Ես եւ Լիան ստացանք ահազանգ, որ ահա այս շենքում, տեսեք, որը սվիններով պահում են մեզնից, բայց մենք հասցրել ենք ներս մտել, այնտեղ ուտուշ խմուշի սեղաններ էին Սարիկ Մինասյանի նկարները։ Ահա ես ինչքան գիտեմ դա շտաբ է։ Բա որ շտաբը ինչու դրսից արտաքուս չունի շտաբային
տարածքին բնորոշ եւ կարող է հենց ընտրատեղամասին մոտ լինել շտաբ։ Տեսեք հեռավորությունը։ Տեղեկություններով ես չեմ կարող բանել, բայց իմ Արդյոք դա խախտում չէ։ Այստեղ շտաբ է։ Բայց չեմ կարող ընդել այն ինչ տեղեկություններ, որ ես բանեմ արել ստացել եմ այս ֆայլից։ Հիմա ես անհարմար տեղամաս է բավականին փոքրիկ էր։ Չափազանց փոքրիկ էր եւ 3 հոգին արդեն մարդկային կուտակում էր։ Դիտորդներ, վստահված անձինք տեղավորելու հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, ու սա անդրատարածքային ընտրական հանձնաժողովը ես չգիտեմ թե ինչպես են որոշել, որ այստեղ այդպես տեղամաս են բացել, որտեղ որ իսկապես շատ նեղվածք է եւ մարդիկ դիտորդները, օրինակ վստահված անձինք դիտորդները իրենց Այսինքն միտումնավոր են ձեր կարծիքով ընտրել գուցե այդպիսի փոքրիկ տարածք։ Եկեք այդ հարցին ես այսպես չպատասխանեմ։ Ամեն դեպս տեսեք, օրենքով փաստորեն 15 հոգի կարող են նույն տարածքում միևնույն ժամանակ լինել, բայց այստեղ 3-4 հոգին արդեն խնդրահարույց էր։ 15 հոգին Մի մեքենայի չափ սենյակ էր։ Տեղավորվելու հետ կապված այստեղ շատ մեծ խնդիրներ կա, որովհետեւ 15 հոգի ներառյալ հանձնաժողովի 8 անդամ, ներառյալ ասենք ընտրողներ եւ դիտորդ ու վստահված։ Իդեպ դիտորդները այնպես անվրդով նստած էին, ոչ էլ ուշադրություն են դարձնում, ընդ որում թիկունքում են։ Իրենք թիկունքում են եւ իրավիճակը չեն կարողան պատկերացնել, հələ տեսնենք, կարծես թե ոստիկանություն միջամտում է արդեն։ Ահա հեռացրին տարածքից աղմկոտ կնոջը։ Տեսեք, մենք ահազանգ ունեցանք, հիմա մենք խոսենք ընտրատեղամասի անհարմարության մասին, մենք խոսեցինք նաև սա միակ տեղամասն էր այս ընթացքում մեր հանդիպած, որ բավականին մարդաշատ է, մեքենայաշատ է, գոլդ համարներով խնդրեմ, մեքենաները բավականին շատ են եւ մեզ ահազանգած քաղաքացիները վարկածներ են առաջ քաշում, որ այս շենքը ԿՊ-ականների ворջ է, ինչպես իրենք են բնորոշում եւ չերես այս շենքին մոտենում ընտրողները տարածքին։ Մենք ահազանգի հետքերով պարոն Սողոմոնյան եկանք, կտրուկ դուռը բացեցինք, դուրս թռան մի քանի տղամարդիկ եւ մենք նկատեցինք այնտեղ սեղան, մի խոսքով սնունդ կար ինչ որ կիսատ պռատ եւ կային Սարիկ Մինասյանի նկարները։ Հիմա հնարավոր է, որ այստեղով ընտրախախտումներ են իրականացվում, այստեղով մարդկանց ուղղորդվում են դեպի իշխանական թեկնածու, մանավանդ եթե հաշվի առնենք, որ սա Սարիկ Մինասյանի բնակավայրի թաղամասն է հենց այսինքն առնելով այն հանգամանքը, որ տեղամասից պետք է պատշաճ հեռավորություն պահպանվի, այս բաղագայում մենք տեսնում ենք, որ այդ պատշաճ հեռավորությունը բացարձակ։ Հաստատ մենք կֆիքսենք, կվերլուծենք, այնուհետև մեր ուրեմն դիտարկումների մեջ տոկական մեր առաքելության զեկույցի դիտարկումների մեջ այդ հանգամանքը անպայման մենք Իսկ մինչև զեկույցը կան հնարավորություններ այս պահին կանխելու այդ մանիպուլատիվ հնարավորությունները եւ ընտրողների վրա ազդելու կամ ներազդելու փորձերը, որովհետեւ խնդրեմ, դուք ուշադիր եղեք ինչքան շատ են մեքենաները, ես առաջարկում եմ պարոն Սողոմյան, մենք միասին, այո, այստեղ կուտակումներ կան եւ ոստիկանությունը բացարձակ չի գործում, ավելի նույնիսկ մեզ այնտեղ կշտամբում են Ոստիկանությունը հարգելիներս մենք մի քանի ընտրատեղամասում եղանք, ամենաակտիվ ընտրատեղամասն է եւ արկած կա, որ հենց իշխանական տեխնացուի հետ է դա կապված։ Նորմալ է, որ այսքան շատ մեքենաներ պիտի լինեն այստեղ։ Մեքենաների քանակը այստեղ չափից ավել է եւ չասեմ մարդկային կուտակումներ, ընդ որում իշխանական տեխնացուի հետ փող կապակցված այս կասկածելի շենքի գոյությունը, որը ուղիղ Թիրախում, դուք տիպայեք, մենք ամենտեղ տիպհտտվենք, պարոն Չալաբյան, մենք ի վիճակի չենք։ Խնդրեմ, մարդկային կուտակումները անդադ, մեքենաները կանգնած են, մարդկանց վերահսկում են, խմբերով նաև գալիս են ընտրողներ։ Եվ պարոն Չալաբյան, շատ ավելի կասկածելի էր նրանց բռնակում վարքագիծը, երբ որ մենք մտանք ու սկսեցին մեզ այսպես կշտամբել եւ այլն, մի քիչ էլ վախեցնել, հաթաթատալ, ինչ եք մտածում։ Մենք ճիշտ կետում ենք։ Մենք բնականաբար չենք վախենում, թող վախենան նրանք, ովքեր հանցագործություն են կատարում։ Ճիշտ կետում եք, սա այն թաղամասն է։ Այո։ Լուրերի ծագումով իշխանության տեխնացուն է։ Նայեք, ոստիկանախեղճ տարածք է, նաև նույնիսկ տեխնացուի ընտրության վայր, այսքան ոստիկան չուներ։ Կարծես թե հատուկ պաշտպանության տակ են առել այս որջը։ Ամենամեծ կուտակումներն են այստեղ ողջ Գյումրիում, ամենամեծ կուտակումներն են, ընդ որում մենք պարբերաբար ոչ ենք անում։ Ըստ պետքա վերահսկել այդ շենքը։ Ոստիկանությանը, որպեսզի իրանք կուտակումները վերացնեն,
իրանք վերացնում են, բայց իրանք հեռանալուց հետո կուտակումները կերկրվում են։ Մենք անկեղծ ասած այդ հեռացնելու ոչ մի տեսարան չնկատեցինք, պարոն Չալաբյան։ Հեռացել են, ես վստահեցնում եմ, երկու անգամ հեռացել են, բայց կուտակումները անընդհատ կերկրվում են։ Սրանք ընտրական արդյունքների վրա ազդող կլինեն, չէ, որովհետև խիտ բնակելի վայր է, տեսեք։ Եվ այստեղ կարծում եմ Եվ ճիշտ է, որ այս ամեն ինչ արձանագրվում է, մենք էլ կարձանագրենք, եթե մենք տեսնենք, որ այստեղ ընտրական արդյունքները անոմալիա են որոշակի, իսկ ես ձեզ ասեմ, մասնակցությունը շատ բարձր է։ Ահա, այսինքն ամեն ինչ հաստատում է հենց այդ մասին։ Դուք գիտեք, մյուս վայրերում 40-42 բնակիչ էր մոտեցել։ Մոտ կրկնակի բարձր է այս բանի մասնակցությունը, օրինակ 70-ում 270 մարդ էր մասնակցել։ Իսկ այստեղ հիմա այս պահի դրությամբ որքան էին, պարոն Սողոմոնյան։ Այս դրությամբ շուտով էսա տվյալը բան կանենք։ Մենք Մի հատ փորձեք այս ընթացքում հասկանալ, եթե կարելի է։ Մասնակցությունը Այս ընթացքում ակնհայտ 215 215, այսինքն ակտիվ տեղամասերից մեկն է։ Մենք իհարկե շատ ողջունելի ենք համարում մեր ընտրելու իրավունք ստացած քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, դա բոլորի համար է շահեկան, բայց այսպիսի կասկածելի դրվագները խոսում են այն մասին, որ այստեղ մոտիվացված շահագրգռվածություն կարող է լինել, դա իհարկե ցանկալի կլիներ բացահայտեին իրավապահները, բայց Ինչ ասեմ, պարոն Չալաբյան, դուք ունեք լծակներ մի հատ բացելու եւ դիտարկելու այդ տարածքը։ իրավունք մենք չունենք, որովհետեւ դա մասնավոր տարածք է։ Սակայն պարբերաբար թիրախավորելու դրսից կարող ենք։ Եվ պետք է անենք իրականում։ Եվ պետք է վերահսկվի։ Սանտրական շտաբը։ Եվ իդեպ, եթե դուք նկատել եք, նրանք ովքեր ի սկզբանե այստեղ կուտակվել են, չեն հեռանում, այսինքն նրանք ունեն խնդիր առաջադրանք կատարելու, եւ նրանք տեսեք կատեգորիկ չեն հեռան տարածքից։ Ավելին այս գերակտիվ կնոջն են հրավիրել տարածք, այս մեքենաները չեն հեռանում տարածքից, խնդրեմ, ուշադիր եղեք։ Սա առաջի գերակտիվ կինը չի, պարբերաբար գերակտիվ կանայք են գալու, ընդհանրապես պետք է ասել, որ այս թաղամասի բնակչությունը աչքի անգնում բավական տենց ակտիվ վարքագծով չակերտներով, հա, բայց ես կարծում եմ, որ Նրանք պաշտպանական վահան են այս պարագայում։ Այո, ինչ-որ չափով այո, մեր ներկայացումը եւ մեր ձեր լրատվամիջոցների ներկայացումը որոշակի զսպող գործոն է այստեղ, որը շատ կարևոր է, ուստի նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ այստեղ ներկա եք, բայց մենք էլ ենք շարունակելու այստեղ ներկա լինել եւ փորձել անել ամեն ինչ, ինչ որ մեր հնարավորությունների սահմաններում է, որպեսզի օրենքի կոպիտ խախտումներ չարձանագրվեն։ Պարոն Չալաբյան, մոտենալ այդ վայր ու բացել դուռը։ Չէ, ասաց իրավունք չունեք ջանա։ Իսկ ոստիկաններին կարող եք խնդրել, որ իրենք Ցուցակներ կարող են լինել, կներեք, ես հիշում եմ Արուշ Արուշանյանի ընտրական տեղամասի հետ ինչպես վարվեցին ոստիկանները, իբր ցուցակներ կային, գումարներ էին բաժանում, համենայն դեպս այդ վարկածով կարելի է, իսկ ինչու ոչ։ Այսինքն չի գալի իշխանական տեխնացուի։ Տեսեք, խմբերով են գալիս ընտրողները։ Ահա, խնդրեմ։ Խմբերով են գալիս։ Եվ նրանք ում մենք ֆիքսել ենք ի սկզբանե, ահա այս շենքում, նրանք համենայն դեպս չեն հեռանում տարածքից։ Նրանք կատեգորիկ չեն հեռանում, այդ թվում այն մեքենաները, որոնք մեզ համար մի քիչ կասկածելի են, կարելի ասել։ Գոլդ համարանիշով մեքենաները։ Դուք նախապատրաստում եք մարդկանց, օտեսեք ինչ բռունցքներով պահում են, Լավ կինեմ։ Լավ կինեմ։ Առանց թղթի իրավունք չունես, մեր դուրը բացես մտնի։ Բայց դուրը չի բացում, չէ, դուրը չի բացում։ Դուրը չի բացում։ Ահա։ Всё։ Մենք տիկին ջան, ձեր դուրը չենք բացում, մի հատ։ Իրա դուրը չի։ Երբ որ մի թուղթը բերեցեք, ցույց տվեք ինչ թուղթ։ Տիկին ջան, մի վար։ Ներս խուժելու մասին։ Տիկին ջան, ոչ մեկ չի ներխուժել, ձեր անունը ինչպես է։ Կարինե Սարիբեգյան։ Շատ հաճելի, իմ անունը Ավետիք Չալաբյանն է, ոչ մեկ ստեղ չի պատրաստվում Եթե ներխուժել։ մարդը չի վախենա, ոչ ձեզնից, ոչ ես օրենքով կպահանջեմ։ Բայց ինչ եք անում, որ վախենաք։ Մտեք թեգուս իմ տունը ստուգեք, գուզեք Տիկին ջան, մենք նես բացի հացի խանութից։ Որ մտնես դու քեզ ստանալու խնդրեմ, մտնելու։ Արինե ջան, այս ինչ տարածք է, ինձ մի հատ ասեք, էս ինչ։ Այստեղ երեխաները պարենգը, երկենգը, ուրախանան, մեր թաղի երեխաները համար են։
Իսկ ինչ 50 տարեկան երեխաներ։ Երիտասարդ Երեխաների ծնողներն են։ եկեք մի բան արեք, մի լարվեք։ Պարոն Չալաբյան, եկեք Մեքենաների կուտակումը շարունակում է մնալ օրակարգային հարց, խնդրեմ։ Մեքենաները տեսեք ինչ խտությամբ շարված են իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի թաղամասում։ Ահա այս կասկածելի տարածքի մոտ։ Ընձի համար վիրավորական, որտեղ է տիգին չէ։ Ես տարի քարգելով դիքի Եկեք մենք հենց հիմա տեսանենք նայենք, պարոն Չալաբյան, ահա ներսում Սարիկ Մինասյանի Հա չեմ թողա, ով կուզեղնի, մինչև թուղ չբերեք, նես չեք մտնի, եղավ, ինձ ներ խուժեք կա, ուրդեղ ռասկա, մահանը ներել եք, ուրդեղ ռասկա, ներ խուժեք կա, դարել եք, ինչ որ ձերքեր դե նգարահանում ներքեն եք, ուրդեղ ուզենակ ներ Մեքենաները տարածքից չեն հեռանում։ Պարոն Չալաբյան, չեն հեռանում կուտակված մարդիկ։ Հա, լսեք եմ, ավելի լավ, ես ուրախ եմ, որ ես է դուք դեր լրագորողներին առեք, կնասեք ընդեր նգարահանում, բայց իրավունք չունիք սաղ թաղամասը նգարահանել։ Ուրեմն իրական տեղամասից 50 մետր հեռավորության վրա ամեն ինչ իրավունք ունեք, ես 50 մետր հեռավորության վրա։ Ընդհանրապես ասած, այստեղ շտապ է։ Հա, նգարահանեք ուլիցը, ով բանս է, բայց ինչի էր խուժեք կմարդկանց կներն ուտերները։ Իա, չասկծա։ Ներս իրավունք չունիք ներս ուտելու, մինչև թուղթ չբերեք, ես մինչև օրինական թուղթ Տեսնես ինչ թուղթ ա ուզում։ դուք ներս չեք մտնի։ Տեսնես ինչ թուղթ են ուզում։ Հա։ Սա մենա իրական մնտրատեղամասից 50 մետր հեռավորության վրա Ով կուզե եղնի, կնձի համար նշանագություն չունի։ Դուք հագա հեղափոխական Ֆիքսենք, որ սա արդեն խախտում է։ Հեղափոխական ներլելի։ Արդեն իսկ խախտում է, այո, որ ընտրատեղամաս։ Հեղափոխական, որ մենք էլ հակա հեղափոխական ենք։ Հեղափոխական։ Լենինի Պարոն Չալաբյան, մեքենաների եւ այնտեղ մարդկային կուտակումների մասով դուք չունեք որևէ անհանգստություն։ Պարոն Չալաբյան, մեքենաների կուտակումների եւ խնդրեմ մարդկային կուտակումների մասով դուք չունեք անհանգստություն։ ունեմ անհանգստություն։ Բնականաբար մենք այդ անհանգստությունը փորձում ենք հաղորդել եւ ոստիկանության աշխատակիցներին։ Ես մի ժամը համարյա այստեղ եմ, հələ որ ոստիկանությունը տենց շատ լոյալ է, շատ։ Տեսեք, օրենքը Չափազանց լոյալ է։ որպեսզի 50 մետր հեռավորության վրա չլինեն կուտակումներ։ Ահա։ մետր հեռավորության Մայրիկ խանգարում եք արդեն, մայրիկ խանգարում եք։ Մի խանգարեք մեր աշխատանքին։ Մի խանգարեք։ Յա, արդեն ջղայնացնում եք մեզ։ Յա։ Բայ Աստված իմ, ես կնոջ աղմուկը իմ ականջը ծակեց։ Հարգելի ոստիկանություն, գուցե կարգիր արեք ես կնոջ, ամբողջ ընթացքում խանգարում եմ մեզ։ Բարև ձեզ։ Ամբողջ ընթացքում միջամտում է եւ հեռացեք տարածքից, խնդրում եմ։ Գործեք վերջապես։ Յա։ Զգում եք, որ ոստիկաններն էլ բավականին լուրջ։ հիվանդներին չի կարելի որ լրագրող աշխատին, տեսքսեք։ Խոչընդոտում եք, խոչընդոտում եք։ Իքի Սարբեկյան, ոչ մեկի մի Չի կարելի։ ոչ մեկի մի վիրավորեք։ Դուք խոչընդոտեք։ Հիվանդ մարդ չկա, ոչ մեկի մի վիրավորեք։ Լավ Մի կենի։ վիրավորեք։ Ինչ ենք անում։ Ոստիկանության միջոցով կարող է փորձ անենք նաև հասկանալու ներսում ինչ է կատարվում։ Ներսում որտեղ, այս ենք բանի։ Կարող եք դիմել Գոնե ինչ ոստիկանության։ ամաչելով են դուրս գալիս բոլորը։ Մենք այդքան անպաշտպան ենք, մյուս տեխնազուները չունեն, մարդիկ ովքեր գուցե ունեն հնարավորություն հասկանալու ինչ է կատարվում այստեղ։ Տեսեք նորից էլի, եկեք բոլորս գործենք օրենքի շրջանակներով։ Արդեն կարևոր է, որ մենք ֆիքսել ենք որ սա ընտրական շտաբ է, որը չպետք է այստեղ ընդհանրապես գործի, ես ընտրական շտաբ։ Բայց դուք ինչ հիմք ունեք, որ սա ընտրական շտաբ է։ Մեջը Սարիկ Մինասյանի նկարն է։ Իրանք են ասել, իրանք են Բայց 10 անգամ տարբեր բան ասեն, գիտեք, չէ՞, մեր տղեկի հավաքվելու վայրն է։ Հիմա ներսը ամբողջովին Սարիկի նկարներն են։ Այո։ Դա շատ կարևոր է, որ այս ընտրական շտաբը մշտապես լինի ուշադրության կենտրոնում, որպեսզի այստեղ որևէ ապօրինի գործողություն չկատարվի։ Եվ շատ լավ է, որ դուք եկել եք։ Տեսակ բռնել տալու հեշտ ձևը որներ։
Լավ, դուք շարունակեք ուշադրության տակ պահել, մենք Բայց խնդրում եմ փորձեք նաև հեռացնել այստեղից մեքենաներին, որտեղ չափազանց շատ են մեքենաների կուտակումները։ Սրանք մեր լուսաբանած բոլոր ընտրություններում աննախադեպ են։ Եվ գորդ համարներով մեքենաների քանակը նայեք, նրանք իդեպ կատեգորիկ չեն հեռանում տարածքից եւ այն մարդիկ, ովքեր հենց այստեղ իրենց խմբավորումով նստած էին Սարիկ Մինասյանի շտաբում։ Խնդրեմ, ամենաակտիվ ընտրատեղամասն է այս ընտրատեղամասը, որտեղ եւ ոստիկաններն են իրենց պարզապես ներկայությամբ գերակտիվ, իրենց խտությամբ, եւ տղամարդիկ, ովքեր ահա այս շենքից դուրս եկան, ահա այս շենքից, մարդկային կուտակումներն են շատ, եւ ընտրողների քանակն է մեծ, բայց քեզ չի կարելի նկարել, բալես, ծնողիդ հետ ես, չէ։ Խնդրեմ, պարոն Չալաբյանն ասաց, որ արձանագրում են, որ արդեն իսկա գոնե մեկ ընտրախախտում միանշանակ, իսկ դա ահա այս տարածքի, այսինքն Սարիկ Մինասյանի ընտրատեղամասի եւ ահա այս ներողություն շտաբի եւ ահա այս հակառակողմ գտնվող ընտրատեղամասի միջեւ օրենքի խախտմամբ գտնվող հեռավորությունն է 50 մետր պլյուս պիտի լիներ այդ հեռավորությունը։ Տեսեք ինչ ոստիկանական հսկողության տակ է այս տարածքը։ Խնդրեմ, համեցեք եւ ինչքան շատ են կուտակումները, հա։ Այստեղ այնպես լավ աչքով նայվող ընտրատարածքն է եւ ամենաակտիվ մասնակիցներով ընտրատարածքը ասացին, որ 200 պլյուս հավանաբար արդեն 250 ընտրողներ կան գրանցված, իդեպ ոչ մի ընտրատեղամասում այդպիսի ակտիվություն չկար։ Հիշեցնեմ ձեզ, մենք ահազանգի հետքերով էինք, ես եւ Լիան Սարգսյան լրագրող եկել այստեղ Սարիկ Մինասյանի բնակավայրի, այսինքն թաղի ընտրատեղամաս եւ ասացին, որ ինչպես մեզ ահազանգողներ ասել, ԿՊ-ի ոչ է հայտնաբերել, վարկած ունեն, որ այնտեղով մարդիկ պարտադիր ներկա են գրվում, նոր են գալի հայս ընտրատեղամաս, որը ինչպես նկատեցիք, Հայ-Քվեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը ֆիքսեց, արձանագրեց, որ օրենքի խախտմամբ է այստեղ գործում։ Դուք էլ մտակ են շենք նոր դուրս եկաք։ Այն ինչ շենք ապեր։ չգիտեմ, որ շենքի մասին է խոսքը։ Հայրիկ ինչ եք մտածում, այս ընտրությունները ձեզ ինչ են տալու։ Ինչ կուտան, հայրիկ ջան։ Ինչ։ Բարեկարգ կյանք, նորոգված փողոցներ։ Այստեղ կուտակումներ չեն։ Կուտակումներ են, հա։ Ժողովուրդ։ Դուք ինչ գիտեք իրանց հերթին կսպասեն։ Շատ փոքր ընտրատեղամաս է եւ բավական ակտիվ ընտրատեղամաս, որը Սարիկ Մինասյանի նախադրական շտաբի մոտ է, իշխանական տեխնացուի ներողություն եմ խնդրում, խնդրեմ ակտիվությունը, տեսեք, շատ փոքրիկ ընտրատեղամաս, ակտիվ մասնակցություն, ինչը իհարկե մեծ հաշվով շատ գովելի է, բայց նաև խիստ կասկածելի, որտեղ մեր ահազանգերը համենայն դեպս եւ այդպես մարդկային կուտակումներն ու այս շենքի վարկածը մեզ մի քիչ կասկածելի բաների մասին են հուշում։ Խնդրեմ, ես այստեղ ավարտեմ իմ աշխատանքը, որտեղ մեկ այլ վայրում եւս ունենք ահազանգ, ես հույս ունեմ, որ ոստիկաններն ի վերջո կգործեն, որոնք իդեպ փորձ չէին անում անգամ հեռացնել մեզ խոչընդոտող, մեր աշխատանքը խոչընդոտող եւ նաեւ վիրավորող մարդկանց։ Ասում են, որ այստեղ ներկաբացական անողլիկ աչքեր կան, ստաբիլ կանգնած մարդիկ, որոնք չեն հեռանում կատեգորիկ, խնդրեմ ընտրողները շատ ակտիվ։ Եվ ինչպես պարոն Չալաբյանն է ասում, այս գերակտիվությունը կարող է մոտիվացված լինել ահա այս շենքի եւ Սարիկ Մինասյանի գործոնով պայմանավորված, իսկ այս շենքը հիշեցնեմ արդեն իսկ ընտրական խախտումներով է իր գտնվելու վայրը որոշել քաղաքային իշխանության հետ համատեղ։
Մենք հեռանանք այս տարածքից։ Մեզ խոչընդոտող կինը համառորեն շարունակում է մնալ այստեղ։ Ենթադրում եմ, որ նաև իրեն էին ուղարկել, խնդրեմ կուտակումներն էլ կան դեռ։ Տեսեք, մարդիկ չեն գնում, նրանք ովքեր այդ ներկաբացականողներն են, չեն հեռանում տարածքից։ Չէ, ազիզ, ես քեզ մի բան ասեմ, եղեք մեր։ Սովորել հացին կուտեն բանել է։ Հանգիստ եկել եմ ավելացել։ Հեշտ լավ բան չէր ինչ չէ։ Այդիշ կնագարես սրա։ Խոսում էր իմ գործընկերը, կարծեցի հարցազրույց ա վերջանում։ Ժամանել է։ Տիկին ջան, ինձ էլ Ով տիկին չեմ, հանգիստ խոսամ յադը։ Ո՞ց դիմեմ ձեզ։ Հեշ մեծ է, ո՞վ է մի դիմեք, որտի՞ն է։ Այստեղ ոչ մեկ չսիմ որ էլ տիկին։ Բայց տիկին կարելի է Տիկին ալվա։ Բայց դա դիմելացել է շատ։ Չի, չհոսիչ։ Ինձ հորոսը մենը չսոբերեք։ Հա, պրոբլեմ չէ, բայց կրվի մոմենտ չարժի։ Հա, դերեցնուից։ Հրաշ։ Իզի վազակել։ Շնորհակալ եմ։ Եղեք մի ադմ դեղ սպասպասի շշով։ ձեր աղջիկը ձեզ կանչում է։ Դուք դեմ եք ձեզ նկարել, չենք նկարի։ Կնկարես, բայց մեզ նկարող մենք ստեղած բնակի չենք, մենք ոչ որերի կողմը, ոչ որերի կողմը, թեժ մարդ արևա։ Դες չենք ցավս ու չես կրտալի։ Բայց ես նկարում եմ ընդհանուր Դուք արդեն մտերիմ եք։ Այո, մենք մտածել ենք։ Երջանիկ եք։ Բայց ու գիտեք ում հետ եք նկարվում։ Ռեցեդավիստը։ Ես ով ես, հա, երեխեք իմ հակածս հակածս չանդերին որը հակնի, գիտես ինչ դաժը Մեզ հայտնիներին դե համերաշ արեք ամեն ինչը անցնի կեշտա Լավ, լավ։ սիրուն ես Շնորհակալություն։ Չէ, ինքը չէ։ Давай. Բայց ես բան եմ արձանագրել, դուք ինչի չեք արձանագրում ձեր գրանցամատյանում։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որտեղից որ դուք դուրս եկաք Սարիկ Մինասյանի պաստառներն են։ Հարգելի ոստիկաններ, ինչու չեք արձանագրում։ Հարցերին մի պատասխանեք, Եթե արձանագրեք։ ասեինք ընդդիմադիր տեխնացուի է, Արձանագրեք, այն ինչ որ մենք արձանագրել ենք։ Ինչի համար եք դուք եկել։ Ահա զանգով եք եկել։ Դե եկեք արձանագրեք, որ այնտեղ Սարիկ Մինասյանի շտաբն է եւ քաղաքացի խոստովանել է։ Դե ես ձեզ ցույց եմ տալիս։ եկեք գնանք միասին, դուք իդեպ իրավունք ունեք։ Հենց Իդեպ հիմա օրենքի խախտման եք գտնվում շատ մոտ ընտրատեղամասին։ Հենց հիմա ես ձեզ ցույց եմ տալիս, որտեղից որ դուք եկաք Սարիկ Մինասյանի պաստառները։ Ահա։ Տեսեք։ Ինչ շտաբ։ Տեսեք, հարգելի ոստիկաններ, անջատեք, արձանագրեք, որ սա Սարիկ Մինասյանի Հաղորդում կտակ։ Այո, իհարկե։ Գնաք մեզ հետ հաղորդում տվեք։ Մենք Այստեղ տվեք, ինչի 21 դար է։ Մի հատ էլ աշխատանքը պարալիզացնեք։ Դե լսեք, թող որ քաղաքացին ասում, որ սա շտաբ է։ Հաղորդում տալիս եք։ Ես կավացավ հաղորդում տալիս եք։ Այո, Հարգելիս։ Հարգելիս հաղորդում տալիս եք։ շտաբ է, սա շտաբ է։ Եկեք հենց հիմա ես հաղորդում եմ ներկայացնում, որ այո, որտեղ մենք արձանագրել ենք Սարիկ Տեսեք ինչ անհանգստություն կա այստեղ։ Տալիս եք մեզ հետ։
Բաժին ինչի եմ գալիս, ես լրագրողում աշխատանք եմ կատարում։ Դուք եկել եք դեպքի վար արձանագրելու դա։ Կաներեք, մի ամբողջ տեխնիկա ձեզ զինել ենք, ես իմ քանի միլիոնների։ Այսինքն դուք դեռ 18-րդ դարի մեջ եք։ Հասկացա, որն այսինքն արհեստականորեն խոչընդոտում եք լրագրողի աշխատանքը։ Մի հատ էլ սկսում եք հրաժարվել։ Մենք ձեզ համոզում ենք, դուք բոլորի ոստիկանն եք, թե միայն իշխանության ոստիկանը։ Դուք նոր եք մեզ ներկայացրել, մենք հիմա այդ հարցը կլուկա։ Դուք որ ներս մտակ այդ պաստառը։ Գուցե իջնեք մեքենայից։ Գուցե իջնեք մեքենայից։ Իրոք է։ Կոմֆորտի զոնայում եք։ Բացեք ձեր գրանցամատյանը։ Հարգանքը։ Իդեպ մենք ձեզ հարգելի ոստիկանով ենք դիմում։ Գուցե լայաղանեք իջնեք մեքենայից։ Ապետի թույլտվություն ստանա։ Ինչի ոստիկանությունը չի գործում, երբ որ այսքան մարդկային կուտակումներ են այստեղ եւ նաեւ կուտակումներ մեքենաների։ Դուք անելիքներ չունեք, բան է փոխվել այս երկրում։ Ինչ մարդկային կուտակումներ։ Այստեղ մարդկային կուտակումներ կային, այստեղ Խաչմերուկին, հիմա այստեղ ընտրատեղամասի մոտ իդեպ չպիտի լինի մարդկային կուտակումներ։ Դուք չգիտեք ներսում էլ։ Կողմը մտերային խանութ է։ Հարգելիս, այստեղ մթերային խանութ է, շրջվեք մի հատ։ Տեսեք, ցրվում են, հենց ուզում ես նկարես ցրվում են։ Սա թամաշա չի, հասկանում եք, նույն մարդիկ ստաբիլ կանգնած են։ Գաք արձանագրեք, այն ինչ որ ես ասում եմ։ Հա, հիմա արձանագրենք։ Հա, բա ինչի է գնում, երբ որ ես ասում եմ արձանագրենք։ Դա բառ համարում էի սկզբում։ Մեր համառության վրա հույս չունեիք, հա։ Եթե ես ձեր մեքենայի Բա կներեք։ Այո, կանեի։ Դուք ոչ միայն չէիք լսում, դուք շտապում եք, որ փախչեիք այս տարածքից, հասկանում եք։ Չի կարելի, դուք իրավապահ եք եւ բոլորի համար պիտի աշխատեք։ Դուք հասարակության մուծած հարկերով հասարակության համար աշխատող կառույց եք։ Դե ես ուզում եմ հասկանամ, որ դուք այդպես պիտի գործեք, ոչ թե, խնդրեմ, կուտակումները ավելի են շատանում, երկու խաչմերուկներում, ահա, այստեղ ստաբիլ է, այստեղ ցրվեցին, հա, ոնց հասկացա։ Ոստիկաններին հաղորդում կներկայացնենք։ Ես ցույց կտամ այն տեսանյութը, որ նկարել եմ, եւ տեսանյութում առկա է Սարիկ Մինասյանի նկարները, եւ այնտեղ գտնվող տղամարդկանցից մեկը խոստովանում է, որ սա շտաբ է։ Նշենք, որ այն տեղակայված է երկու ընտրատեղամասերի արանքում, որոնք գտնվում են Սարիկ Մինասյանի թաղամասում։ Մենք նաեւ այն վերևի հատվածում ընտրատեղամասը։ Այնտեղ էլ կա, փաստորեն։ Այո, մենք նաեւ արձանագրել ենք մարդկային կուտակումներ, դեպքի վայրում կանգնած են նաեւ ոստիկաններ, ովքեր իդեպ որևէ բան չէին անում, երբ լրագրողներին փորձում էին խոցել։ Երբ որ դու մտար ներս, ես քեզնից հետո միացած մտնում եմ տեսախցիկը եւ ասում եմ, բա ասում եմ, չէ, արա հեսա կգան։ Այնպես որ մարդիկ եւ նկատենք նրանք, ովքեր այստեղի սկզբանե եղել են, ահա նայվ են մեքենա, որ կիսապարկած տղամարդիկ միջից սևակնոցներով մեզ հետևում են, նրանք բոլոր այստեղ, ովքեր եղել են ի սկզբանե չեն հեռանում, այսինքն սա նշանակում է առնվազն, որ ունեն առաջադրանք, խնդիր, որը պիտի կատարեն, եթե անգամ այսպես տեսախցիկների առաջ են եւ տեսանկարահանվում են նաեւ իրենց կամքից անկախ կամ իրենց կամքով, չգիտեմ։ Տեղեկացնեմ, որ այս շտաբը, այս ընտրատեղամասը ներողություն շատ ակտիվ ընտրատեղամասի ընտրողների քանակով Սարիկ Մինասյանի, այսինքն ԿՊ-ի իշխանական տեխնացու է, այսինքն Գյումրու իշխանական տեխնացուի թաղն է սա, ինքը այստեղ է բնակվում, ինչպես հասկացանք, եւ կավարկած, որ ահա այս շենքի պատճառով խիստ մոտիվացված են այդ խմբերով եկող մարդիկ։ Դա աստված այդպես չլինի, համենայն դեպս մեզ հակառակը համոզող ոչ մի ահա տեսեք, նոր վերջապես ոստիկանությունը սկսեց գործել, վերջապես, լրագրողները ժամուկես համառորեն այստեղից չեն հեռանում, մինչև մարդկանց, ահա, իդեպ ներսում էլ կուտակումներ կան, լի արի մի հատ մտնենք ներս նաև։ Մենք փաստորեն հիմա ձեզ պիտի ասում նստեմ ավտոյի մեջ իշ կեղնի, աշկին չերևամ։ Չասես քշի մեր տամ, ես լսեցի։ Յա։ Մենք բանը խմբագրում եք ձեզ հարմար ձևերով։ Երեխեք չէ, այստեղ 50 տարեկաններ են եւ իրենք այդ խմբով անդադ այստեղ կանգնած եւ կարծես թե վերահսկում են։ Ինչ են լսեք, դե մարդու ալերգիան է։ Նայել են կարմերա, սաղ, նյարդայնացել եք։ Հա, չէ, Հարգելի ոստիկաններ, չեք փորձում հասկանալ նաև մեքենաները, որ այսպես ակտիվ կանգնած են եւ նրանք չեն հեռանում համարը։ Այս մեքենան մեզ անդադ կարծես վերահսկում է, խնդրեմ։ Ահա, տեսեք։
Մենք հետո իհարկե գյուղրեցիներից գուցե կպարզենք ովքեր են այս մեքենաների տերերը եւ որքանով են նրանք շագրգիռ այստեղ անընդհատ լինելու եւ վերահսկելու ընտրական տեղամասի շարժը, բայց հիշեցնեմ ձեզ, որ սա բոլոր իմաստներով տարբերվող տարածք է, ողջույն։ Այստեղ կուտակումները շատ են եւ մարդկային եւ մեքենաների, բայց ահա կարծես թե մեզ աչքը կապելու համար մի երկուսին այստեղից ուղարկեցին։ Խնդրեմ ընտրողների խմբերը, խնդրեմ։ Մենք էլի ահազանգեր ունենք, գուցե հեռանանք մյուս տարածքներ նորից այստեղ վերադառնալու հույսով։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետևել են մեզ։ Դուք այստեղ մտել եք ինչի համար, ներեք։ Ջուր խմելու։ Վայ, բա ինչի ձեզ տալիս են ջուր, մեզ չեն տալիս։ Մեզ թույլ չեն տալիս քիթներս մցնենք այդ շենք։ Ում ենք հակառակ, հայրի մեջ հակառակ կա, ջանի։ Իմը խոսացրան նկարի։ Ես ջղայն մեկ չեմ տոտային։ Այսօր ինչի է կռիվանում տեղամասից մի քիչ մոտիկ։ Որտեղ շատ կսիրեմ կռիվենել դոր համար խոյեմ ես կարասկոպով։ Այսօր սաղուր դուք տեղամասի մոտերն է գալի։ Նայեք, այստեղ անդադ մտնում են այստեղ անդադ։ Ինչ է կներեք։ Մոտի արիլ է, նագան կսել։ Լավ։ Ավարտ